Ես ձեզ ուրիշ բան էլ ասեմ։ Օրինակ, տարիներ առաջ, երբ որ մենք ոչ Ադրբեջանի հետ ենք խոսում, ոչ Թուրքիայի հետ ենք խոսում։ Երբ որ մեզ պետք էր Ադրբեջանին ինչ-որ բան ասել, մենք երրորդ երկրի միջոցով խաբար էինք ուղարկում։ Եվ երրորդ երկրի միջոցով էլ պատասխան էինք ստանում։ Եվ որոշ ժամանակ անց զգում ենք, որ ինչ-որ մի բան են չի։ Հետո հասկացանք, որ ոչ մեր ուղարկած խաբարն է ճիշտ գնում տեղ հասնում, ոչ էլ իրենց տված պատասխանն է գալիս ճիշտ տեղ հասնում։ Ընդ որում, երբեմն չարամիտ, բայց միշտ չի որ չարամիտ, որովհետև կան նրբություններ, որ process-ի մեջ անընդհատ ըլնող մարդը գիտի, բայց ով որ 5 րոպե առաջ է եկել, ինքը չի հասկանում նրբությունները եւ ուղերձները փոխանցելիս ծռված, թեքված, դեֆորմացված է ուղարկում։ Եվ հետեւաբար մենք որոշել ենք, որ պետքա մեր միջավայրում կարողանանք ինքնուրույն ապրենք։ Մեր հարցերը կարողանանք մաքսիմալ ինքնուրույն լուծենք, դա չի նշանակում, որ մենք սահման ենք դնում եւ բան ենք, մեկուսանում ենք միջազգային հանրությունից։ Ի վերջո խաղաղությունը հաստատվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ։ Բայց ժողովուրդ ջան, այդ հնարավոր դարձավ մի պատճառով։ 2025 թվականի մարտի վերջին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությամբ, այսինքն մենք արդեն համաձայնեցված տեքստ ունեինք, որը պատրաստ էր ստորագրման։ Երկրորդը, դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Դրանից հետո տեղի ունեցել իմ առաջին աշխատանքային այցը Թուրքիա։ Ես գնացել եմ Ստամբուլ եւ խոսել եմ մեր ռազմավարությունների մասին։ Դրանից հետո Աբու Դաբիում տեղի ունեցել հուլիսի 10-ին տեղի ունեցել Ադրբեջանի հետ մեր երկկողմ հանդիպումը։ Եվ դրանից հետո օգոստոսի 8-ը դարձել է հնարավոր, օգոստոսի 8-ը օդից չի ընկել։ Օգոստոսի 8-ը ի վերջո մեր երկկողմ աշխատանքի եզրափակումն է, կուլմինացիան է։ Իհարկե նախագահ Տրամփի անմիջական մասնակցությունը շատ մեծ եւ էական դեր ունեցավ։ Եվ հետեւաբար ժողովուրդ ջան, մեր խաղաղությունը, ինչպես 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի աննման։ Որ տանը 9 ամսական երեխա կա, այդ 9 ամսական երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է եւ այդ ընտանիքի ուրախության առիթը։ Ցանկացած 9 ամսական երեխա ինչ խնդրեմ էլ լինի տան ընտանիքում, բերկրանք եւ ուրախություն է պատճառում։ Բայց 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ ունի եւս մեկ ընդհանրություն։ Եթե մենք իր նկատմամբ խնամք չտանենք, ինքը չի ապրի պարզապես։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ինչ անում, ասում է, եկեք այդ 9 ամսական երեխային հանձնենք որփատուն, որփանոց, որովհետև մենք չենք կարա իրան տիրություն անենք, ուրիշների խնամքին հանձնենք։ Այսինքն մեր ճակատագիրը էլի հանձնենք ուրիշների խնամքին։ Պատմական այս շրջափուլի առանձնահատկությունն է, որ մեր ճակատագրի ղեկը տառապանքների, զրկանքների, զոհերի եւ զոհողությունների միջոցով մեր ձեռքերը հասել են մեր ճակատագրի ղեկին։ Եվ մենք այսօր ամուր բռնած ենք մեր ճակատագրի ղեկը, մենք կառավարում ենք մեր ճակատագրի ղեկը, մեր ճակատագիրը։ Եվ սա պատմական մեծ իրադարձություն է։ Եվ եսա պատճառը, որ ես ասում եմ, որ առաջիկա ընտրությունների ամենակարևոր հարցը, որին պետք է հնչի պատասխան հետևյալն է, Հայաստանի ժողովուրդը տեր կանգնում է խաղաղությանը, թե չէ։ Հայաստանի ժողովուրդը 9 ամսական մանուկին տեր կանգնում է, թե չէ։ Հիմա ամեն օրվա հետ իմ համոզմունքը ավելի է մեծանում, որ այո, ժողովուրդը տեր կանգնելու է։ Եվ ուրեմն ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք
Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչու ենք քվեարկում 16-ին, որովհետև սա ժողովուրդ ջան, պաշտոնի կռիվ չի, սա աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն խաղաղության,